Վերջին ամիսների ամենամասշտաբային հարձակումն է Իրանը սկսել տարածաշրջանում ամերիկյան ենթակառուցվածքների վրա։ Իրանի պետական հեռուստատեսությունը հրապարակել է Հորդանանում և Քուվեյթում ամերիկյան թիրախների վրա հրթիռների արձակման կադրերը։ Իրանի զինուժը հայտարարել է, որ իրենց անօդաչուները պատրիոտ համակարգեր են խոցել Բահրեյնի Շեյխ Իսա բազայում։ Տեղեկություն կա, որ Քուվեյթի Ալիա Սալեմ ռազմաբազայում էլ պատրիոտ մարտկոցներ են ոչնչացրել իրանական ուժերը։ Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ բոլոր ենթակառուցվածքները։ Իրան-ԱՄՆ հակամարտությունը իրանական կողմը վերափոխել է Հորմուզի նեղուցի համար պայքարի, նկատում են իրանագետները։ Թեհրանն ըստ էության նախահարձակ է լինում պահպանելու ջրային այդ կենսական ուղու ամբողջական վերահսկողությունը, ինչը Իրանը չի ունեցել նախքան 40-օրյա պատերազմը։ Հորդանանի զինուժը հայտարարել է, որ իրենց հակաօդային պաշտպանության համակարգերը այսօր առավոտյան որսացել են թագավորությանն ուղղված իրանական 8 հրթիռ։ Իրանական բանակը հայտարարել էր, որ անօդաչուներ են արձակել Հորդանանի Ազրակ ավիաբազայում ԱՄՆ զինուժի կապի համակարգերի, ֆիքսված ռադարային կայանի և վառելիքի պահեստների ուղղությամբ։ Միացյալ Նահանգներն իր հերթին հարվածել է Իրանի հրամանատարական կենտրոններին, հոբ և ափամերձ դիտարկման օբյեկտներին։ Ամերիկյան անօդաչուներ և հրթիռներ են հասել նաև Բանդար Աբաս քաղաք։ Իրանը շուտով կպարտվի, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ամերիկյան սպառազինություն արտադրող ընկերություններին հորդորելով արագացնել արտադրությունը։ Հակամարտությունը պետք է լուծվի բացառապես բանակցությունների սեղանի շուրջ, հայտարարել է Պակիստանի արտգործնախարարությունը և կոչ արել Միացյալ Նահանգներին և Իրանին դադարեցնել ռազմական գործողությունները և վերսկսել բանակցությունները։ Գաներ Մովսիսյան, Էլեն Յահինյան, Հայլուր։